Բարև ձեզ բանաձևներ եթերում, այսօր ապրիլի 17-ն է կիրակի, մենք սկսում ենք լրագրողական մեր նախագիծը շաբաթվա ռիթմով և գլխավոր ուղերձներով։ Ծանոթացեք թողարկման թեմաներին ու վերնագրերին, շարունակությունը գովազդից հետո։ Հետպատերազմյան Արցախն աշուժանում է, այնտեղ որտեղ թեժ մարտեր էին, հիմա դպրոցականների ձայնն ու արտադրական հսկայի աղմուկն է։ 24 ժամ հանք, ֆաբրիկա աշխատում է, առանց դադարի։ Որքան թալիշցի, այդքան նոր թթենի, նոր հոգևոր տնից մինչև ենթակառուցվածքների վերականգնում։ Հաշվարկվում է ծախսը, որ վերակառուցենք ազգովի։ Հայերն ամբողջ աշխարհի ոտքի կկանգնեն, բարբարոսներին կլացացնեն, այս շաբաթ դա տեսանք բառի բուն իմաստով։ Իմացյալ մահով մեր հայրենիքը Արցախը զրկվասան պաշտպանելու։ Ռազմաճակատից դեպի համազգային ֆրոնտ, Եվրապաշտոնյաների շուրթերով ասվող ճշմարտություն, պայքարը թեժացնում է համայն հայությունը, որոնց աշխարհում այս շաբաթ անվանեցին մեկ ազգ, մեկ բռունց։ Ինչ է կատարվում Հարավային Կովկասում, ինչ կհետևի Բլիցկրիգին։ Ավելի շուտ դա հետախուզական մարտեր հասկանալու համար հեռանկարում ինչպիսի զարգացումներ կլինեն։ Բանաձև հարցազրույց միջազգային տարաձայնությունների խաչմերուկ դարձած տարածաշրջանի մասին։ Ապրիլի 24-ին ու դրանից առաջ Երևանը վերածվում է մարդասիրական կենտրոնի։ Կիսաեզրափակիչ անցած մեր ժամանակների հերոսներին հազարավոր մարդկանց փրկած համաշխարհային սուպեր աստղերին սպասում են Ավրորա միջազգային մրցանակաբաշխության դափնիները։ Ֆինալիստներից 3-ը կլինեն Հայաստանում։ Ում կհասնի Ավրորայի դափնին $1 միլիոն դրամաշնորհն ու $100,000 պարգևը եւ ում շնորհիվ է բացվել Ավրորայի արշալույսը։ Հունաստանում եւ Նորվեգիայում այս շաբաթ անընդհատ հնչում էր Հայաստանի օրհներկը, բոլորին ոտքի էին հանում մեր մարզադաշտի չեմպիոն զինվորները։ Հաղթանակը նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղեկին։ Ինչպես հայ մարզիկները ձգեցին գոտիները, պրկեցին ոգին, կամքն ու մկանները եւ մարզադաշտը վերածեցին մարտադաշտի։ Մենք սկսում ենք բանաձևը։ Շաբաթն անցավ հետպատերազմյան ստրեսով եւ ցնցումներով ամբողջ շաբաթ Հայաստանն ու Արցախը հուղարկավորում էին զոհվածներին, կա արդեն վերջնական թիվը 92 հոգի։ Շաբաթվա լրահոսի մյուս ուղղությունը վիրավորներն էին։ Հոսպիտալներում դեռ բուժում են ստանում ավելի քան 120 զինվորականներ, նրանց մեծ մասը արդեն ապաքինվում է, միայն 5-ն են ծանր վիճակում։ Այս շաբաթ մենք խոսում ենք նաեւ ավտոճանապարհների մասին, հատկապես Սյունիքի մարզով անցնող մայրուղին է վատ վիճակում, ակնկալվում է, որ այն վերջապես կնորոգվի։ Փողը կա, բյուջեից հատկացվել էր անցած ամիս, բայց շինարարությունը չէին սկսում ցրտերի պատճառով։ Շաբաթվա ընթացքում մի քանի խորհրդակցություն անցկացվեց նաև Արցախում։ Նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկել էր, թե ինչպես է վերականգնվելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մեր քաղաքացիներին ու բնակավայրերին հասված նյութական վնասը, տարածքային կառավարման օղակները եւ պաշտպանության բանակի ստորաբաժանումները ինչպես են գործակցելու։ Մարտակերտում 5 տասնյակից ավելի կառույց է հայտնվել ադրբեջանական զինուժի թիրախում, որոշ տներ հիմնովին քանդված են։ Շինարարները արդեն սկսել են նորոգել քանդված տները, սկսել են հոսանք քաշել տուժած գյուղերը։ Մի խոսքով դասական հետպատերազմյան շաբաթ էր իր բոլոր ռիտուալներով։ Որոշ մասը արդեն եկել են, հիմնականում ջահելներ, այդ մասը եկել են, իրանց տներին տիրություն են անում, տենում ինչ վիճակում այս չի։ Թալիշ գյուղ բարձրացնողներն ու իջնողները մեկը մյուսից հետաքրքրվում են։ Գյուղում ինչ է վերականգնվում, ում իրերը բերեցին կամ տարան եւ ամենակարևորը, գյուղում հոսանք կա։ Ուզում ենք հոսանք տանք։ Մոտ 6400 հեկտար տարածքով Թալիշում մարդիկ զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ։ Թալիշցին շարունակելու է իր հողը մշակել, ստացած եկամուտով էլ տունը նորոգել։ Կարտոֆիլ ինչ ասել աճում է։ Ջրամատակարարումն է վերականգնվել, քանի որ վնասվել է նաև արտեզյան ջրհորի ենթակայանները, էլեկտրական ենթակայանները, դրանք արդեն վերականգնվել են եւ որ ջրհորը պատրաստ է շահագործման։ Գյուղի միակ սրբատեղին է 19-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Քաղաքաշինության նախարարությունը շուտով կսկսի եկեղեցու նորոգումը։ Սրբատեղին միշտ կանգուն է մնալու։ Թալիշի 19-րդ դարին կառուցված եկեղեցին 90-ականներին է ռմբակոծվել։ Ապրիլի 2-ին եւ 3-ին այս եկեղեցու վրա ռումբի արկեր ընկան, սակայն վնասվեցին եկեղեցու ապակիները եւ ներսի շինության որոշ հատվածներ։ Սա վերականգնում ենք Մազաղիսի, հա։
Արցախի վարչապետը քարորյա պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը այցելեց Արցախի ամենաշատ տուժած համայնքներ։ Հանձնարարականներից մեկը Թալիշի, Մատաղիսի էներգամատակարարումը վերականգնելն էր։ Համայնքները շտապ հոսանք պետք է ունենան։ Այսօր կարող ենք փաստել եւ արձանագրել, որ ոչ Մատաղիսում, ոչ Թալիշում չկա վթարի ենթակառուցված վերականգնված է էլեկտրակայունությունը, աշխատում է անխափան կապը։ Թալիշի դպրոցը մինչև նորոգեն գյուղի դպրոցականները Մատաղիսի կրթօրժախ կարող են հաճախել։ Հակառակորդի արկը բարեբախտաբար մեծ վնաս չհասցրեց դպրոցին։ Արցախի քաղաքաշինության նախարարությունն արագ կավարտի դպրոցի շինարարությունը։ Թալիշցին էլ այստեղ կարող է դպրոց գնալ, Մատաղիսցին էլ։ Մարտակերտի համար 1 դպրոցը եւս պատրաստ է անցնել նախկին ռեժիմին։ Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօրժախի ապակիները, որոնք արդեն տեղադրվել են։ Մարտակերտի քաղաքի դպրոցի որտեղ դժվել է հիմնականում պատուհանները, ապակիները, լրիվությամբ արդեն վերականգնված են։ Ներքին Ջարդագյուղի դպրոցի ապակիները եւս արդեն վերականգնվել են, տեղադրվել են եւ այս պահի դրությամբ արդեն ընթանում են աշխատանքներ Մատաղիս գյուղի դպրոցի պատուհանների, այնտեղ նաեւ վնասվել են դռներ, պատուհաններ լրիվությամբ եւ ոչ միայն ապակիները եւ այդ աշխատանքները ընթացքի մեջ են։ Մարտակերտում վերականգնվում են գազախողովակները, կառուցվում են տանիքները։ Մարդիկ իրենց տների պատերն են շարում, ամրացվում են շինությունները։ Որով էր առաջնահերթ է, որով պետք է ինձեւի անենք, սարքենք, որպեսզի ժողովուրդը արդեն մեջին ապրեն։ Կան բնակելի տներ, որոնք շատ չնչին չափով են վնասվել եւ տներ, որոնք լրիվությամբ տանիքները վնասվել են, նաեւ պատերը փլվել եւ այդ աշխատանքները իրականացում են մեր կազմակերպության կողմից, իսկ այդ փոքր վնասները վերականգնվում են բնակիչների կողմից, որոնց շինանյութերը տրամադրում ենք մենք։ Պետական ծրագրերի կողքին նաև բարեգործական ծրագրերն են կյանքի կոչվում։ Մարտակերտի վերականգնման արձագանքել է Հայաստանի քաղաքաշինության նախարարությունը։ Օգնությունը շինանյութի տեսքով է։ Ընդհանուր առմամբ բերվել է 4500 քառակուսի մետր տանիքի պրոֆիլային թիթեղ, գունավոր եւ ցինկապատ։ Արդեն մենք սպասում ենք եւս մեկ բերի մոտ 10000 քառակուսի մետր տանիքի թիթեղ, այսինքն մենք ոչ մի պակաս չունենք, ոչ մի խնդիրներ չունենք այդ հարցերը լրիվությամբ լուծում տալու համար։ Քարորյա էսկալացիան չխանգարեց նաև հոգևոր տուն կառուցելու հարցում։ Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցին դրա վառ վկայությունն է։ Շինարարությանն աջակցում է Աշխարհասփյուր հայությունն իր բարեգործական միջոցներով։ Կաշենի հանքավայրում աշխատակիցները 3-4 օր աշխատանքի չգնացին։ Սահմանին լարվածությունն էր պատճառը։ Բոլորն էլ վերադարձել ու լծվել են աշխատանքի։ Գործարանն արդեն արտադրանք է տալիս։ Մի քանի օր կաղնեցինք, ու ստիպված։ Բայց ամսի 8-ից սկսել ենք աշխատելը, հիմա էլ նորմալ աշխատում ենք։ Մասնագետները տեղում էին բոլորս։ 24 ժամ ֆաբրիկա աշխատում է։ Առանց դադարի։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն։ Քննարկվեցին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի բնակիչներին ու բնակավայրերին հասցված նյութական վնասի վերականգնմանը, տարածքային կառավարման օղակների եւ պաշտպանության բանակի ստորաբաժանումների փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է գյուղնախարարին պատշաճ կերպով կազմակերպել գարնանացան աշխատանքները։ Վարչապետը կարևորել է տնտեսության բնականոն գործունեության վերականգնման նշանակությունը, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն արագ վերացնելու եւ բնակչության սոցիալ-տնտեսական դրության հետագա բարելավման գործում։ Այս օրերին բոլորս լծված ենք հայրենիքի սահմանների պաշտպանության գործին, սակայն արդեն ժամանակն է, որ դրան զուգահեռ հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին։ Այդ միջոցով մենք կկարողանանք կարճ ժամանակահատվածում վերացնել ռազմական գործողությունների հետևանքները եւ շարունակել տնտեսությունը զարգացնելու մեր ճանապարհը։ Արցախցին կառուցում ու շարունակելու է կառուցել, նորոգել ու արտադրել, կերտել իր սերունդների ապագան։ Այսպես եղել է 2 տասնամյակ առաջ, երբ Արցախում պատերազմը նոր էր սկսվել։ Արցախցին ստեղծագործել ու կառուցել է նույնիսկ ամենաթեժ մարտերի ժամանակ։ Արցախցին լավ գիտի նաև թշնամու արձակած փամփուշտի ուղղությունը եւ լավ գիտի որտեղ եւ ինչ շինություն կառուցի ավելի քիչ վնասներ կրելու համար։ Արցախցի յուրաքանչյուր փոքրիկ թալիշցի Արամիկի օրինակին հետևելով իր տամբակում նոր թթենիներ է տնկելու, շենացնելու իր Ղարաբաղը։ Նաիրի Մուրադյան, Նորայր Հովսեփյան, Բանաձև։
Դեռ անցած շաբաթ ենք ասել մեկ ազգ, մեկ ճակատ։ Այս շաբաթ մատուցության շարունակությունն է, որը վերնագրել ենք մեկ ազգ, մեկ բռունցք։ Անցած շաբաթ բոլորս պաշտպանում էինք հայրենիքը, ով ինչպես կարող էր եւ որտեղ կարող էր, այս շաբաթ մեկ բռունցք դարձած ազգովի անցանք բաժույթ գործողությունների, հիմնականում արտասահմանում։ Հենց այս շաբաթ էր, որ պարզվեց, որ հակահայկականությունը անպատիժ է մնում միայն Թուրքիայում եւ Ադրբեջանում, մինչդեռ քաղաքակիրթ երկրները արձագանքում են խստորեն։ Այդպիսի մի պատմություն եղավ Շվեդիայում, որտեղ մի թուրք շատ խորհրդանշական ազգանունով Բարբարոս հրապարակավ անպատվել ու սպառնացել էր հայերին։ Հետո պարզվեց, որ էթնիկ ատելություն տարածելու համար կարող է զրկվել պաշտոններից եւ աշխատանքից։ Բարբարոսը աղի արտասուք թափեց, բայց շվեդական դատարանից դժվար թե փրկվի։ Այս ընթացքում աշխարհի տարբեր վայրերում մեր հայրենակիցները իրենց համերաշխությունն էին հայտնում արցախահայությանը, եթերից մինչև մոմավառություն, հանրահավաքներից մինչև ստորագրահավաք։ Այդ իմաստով Արցախյան պատերազմը նոր հրամայականներ ու շեշտադրումներ մտցրեց նաև Սփյուռքի կառույցների եւ նպատակների մեջ։ Շաքե Ղազարյանն է ամփոփում այս ակտիվ պայքարի համահայկական շաբաթը։ Որպես մեկ ազգ, մեկ ամբողջություն։ Մեկ նախադասություն, ամբողջական բնութագիր, Մեծիտանան Կիլիկիո կաթողիկոսը, որի խոսքը միշտ ազդեցիկ է ու զգաստացնող, չթաքցրեց, հայրապետն էլ հուզվել գիտի։ Առիթն ամեն տեղ է, հերոս զինվորների սխրանքը, կամավոր զինվորագրումը, տարբեր մայրցամաքներում մեկ բռունցք դարձած հայերի վճռականությունը։ Այս ամենի մասին խոսելիս Արամ Արաչինի ձեռքն էլ է բռունցք դառնում։ Սա ամբողջ հայության համար առաջնահերթ մտահոգություն պետք է դառնա։ Հոգևոր առաջնորդների օրհնությանը սպասող արցախցիների հայացքը տեսնելիս վեհափար հայրապետը փառք է տալիս Աստծուն, Արցախն ապահով է մեր ձեռքերում։ Հայրենյաց սիրողին Արցախից տարածվելով այսօր համախմբում եւ միավորում է մեր ողջ ժողովրդին իսպյուրս աշխարհի։ Մենք պատրաստ ենք քաջ կեցվածքով իման չելարգին, իմացյալ մահով մեր հայրենիքը Արցախը զրպասան պաշտպանելու։ Գլխավոր ուղերձը հնչեց մի քանի անգամ, արթուն լինենք, պարտավորենք, որ դա այդպես էր, այդպես է հիմա ու այդպես է լինելու է միշտ, վեհափար հայրապետները համոզվեցին նաև գերագույն գլխավոր հրամանատարի հետ զրուցելով։ Առաջ! Որ հայ զինվորն իրեն հենց այդպես կդրսևորեր անհրաժեշտության դեպքում, ղեկավարությունը կասկած չուներ։ Տարին ամենաքիչը մեկ անգամ անցկացվող զորավարժություններում մեր տղաները ցույց են տալիս, ինչի են ընդունակ, ինչպես այս դեպքում։ Իրական իրավիճակին մոտեցված տուգատեստ ընդունողը որպես կանոն գերագույն գլխավոր հրամանատարն է։ Մարտական հրաձգության փուլում Սերժ Սարգսյանը բառ անգամ չի ասում։ Ամբողջ ընթացքում ուշադիր հետևում է զորքի գործողություններին, այնպես որ սկզբում դժվար է հասկանալ՝ գոհ է, դիտողություններ ունի թե ոչ։ Խոցված թիրախները հաշվելուց, տղաների հղկված գործողությունները տեսնելուց հետո փոխվում է նաև դեմքի արտահայտությունը եւ բոլորը հասկանում են, կարևոր քննությունը հանձնել են։ Հենց այդպիսի վարժանքի ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց ամեն ինչ, ինչ զգում է եւ մտածում։ Այսպիսի զինվորները միշտ էլ բարձր են պահելու հայրենիքի պատիվը։ Այդ օրը նախագահը հայտարարեց, այսպիսի զինվորների կամքը, ոգին, վարպետությունը անձամբ իրեն պարտավորեցնում են, որ բանակը նյութական ռեսուրսի կարիք չունենա։ Ինչպես երեք, ինչպես այսօր, վաղը եւս դուք ունենալու եք ամենաժամանակակից մարտական սպառազինությունը, որովհետև այլ ճանապարհ մենք չունենք։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մենք ինքներս պետք է մեր անվտանգությունն ապահովենք։
3.5 տարի առաջ ասված այս խոսքի շարունակությունը կարծես այսօրվա մասին լինի։ Սերժ Սարգսյանը վստահաբար պնդում էր, որ եթե վաղը մյուս օրը պահը գա, այս տղաներն ավակ սերնդից լավ կանեն իրենց գործը։ Իմ սերունդը կատարել է իր պարտքը, երբ որ դրա անհրաժեշտությունը կար։ Վստահ եմ, դուք մեզնից ավելի լավ եք դա անելու։ Վստահ եմ, որովհետև տեսնում եմ, որ ձեր հրամանատարները ավելի գրագետ են, քան մենք էին։ Տեսնում եմ, որ դուք շատ ավելի պատրաստված եք, քան մեր զինվորներն էին։ Տեսնում եմ, որպեսզի վստահություն ունենամ այս ժողովրդի իրավունքները պաշտպանելու եւ պաշտպանելու ենք նույն այնպես, ինչպես դուք եք կատարում ձեր գործը։ Այս խոսքից տարիներ անց մեր հերոսների սխրանքների մասին խոսեցին եվրակառույցներում։ Հայ զինվորը եվրապաշտոնյաներին պարտադրեց ասել այն, ինչ լսեցինք Եվրախորհրդարանում։ Եվրոպացի падգամավորները կոչ են անում ճանաչել Արցախն ու պատժել Ադրբեջանին։ Azerbaijan remains an aggressor today, like it was an aggressor 24 years ago. Ինչպես 24 տարի առաջ այսօր էլ ագրեսորը Ադրբեջանն է։ Նա խախտում է հրադադարը համոզված լինելով, որ այդ տարածքում ապրող հայերը պետք է անհետանան։ Հենց այս պատճառով էլ Բաքուն չի ընդունում Մինսկի խմբի համանախագահների որևէ առաջարկ, փողզիջում չի ցանկանում։ Հայերն էլ չեն ցանկանում զիջել մի երկրի, որը մարդասպան Ռամիլ Սաֆարով է հերոսացնում։ Սրա միակ ելքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն է։ Is to recognize the independence of Nagorno-Karabakh. Ղարաբաղը միացնելով Ադրբեջանին բոլշևիկներն առաջնորդվում էին բաժանիր, որ տիրես սկզբունքով, չսատարել հայերին նշանակում է աջակցել ազգայնամոլությանը։ Մենք պարտավոր ենք աջակցել Լեռնային Ղարաբաղին, այդ մարդիկ պայքարում են իրենց ազատության համար։ Անհրաժեշտ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Թուրք Բարբարոսի ազգանունը մի քանի օր առաջ Լեյլանի էր։ Բարբարոս Լեյլանին Ստոկհոլմում ցույցի ժամանակ կոչ էր անում սպանել հայ շներին։ Այդ ժամանակ մոռացել էր Շվեդիան, Թուրքիա չէ, ոչ էլ Ադրբեջան։ Այնտեղ արդարադատություն կա։ Շվեդիայում երեխաների կրթության գլխավոր պատասխանատուն ապշած էր։ Ուղղակի նողկալի է, մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ մարդկանց իրավունքները պաշտպանված են։ Այսպիսի հայտարարությունները Շվեդիայում տեղ չունեն, նողկանք եմ զգում։ Հերիք էր շվեդահայերը միավորվեին, որ Բարբարոսը դատարանի դռներն ընկներ։ Ինչքան գործ ուներ կորցներ ու աղերսագին աղա չէ, կներեք լեզվիս այթակում էր։ Եթլեսան։ Ու այդ պահից Բարբարոս Լեյլանիի է ազգանունը մոռացան։ Հիմա նրան լացկան Բարբարոս են ասում, որ դաս լինի մյուս Բարբարոսներին։ Աշխարհում մեկ բռունցք դարձած հայերին հետևողները սոցցանցերում արտահայտվեցին։ Ունիկալ ժողովուրդ ենք։ Խաղաղ ժամանակ բաժանվում ենք, պատերազմի ժամանակ միավորվում։ Խաղաղ ժամանակ ասում ենք Հայաստան, Արցախ, Սփյուռք, պատերազմի ժամանակ համայն հայություն։ Շակե Ղազարյան, Ավետ Տավյան, Վանաձև։ Գովազից հետո մենք կշարունակենք խոսել Արցախյան պատերազմի եւ Հարավային Կովկասի մասին։ Չեք կարծում, որ առաջիկայում պատմությունը կրկնվելու է։ Այսինքն առաջիկայում միշտորդները նորից հանդիպելու են պատի։ Գիտեք, պատերազմը կարծում եմ բավական բան փոխեց հատկապես հայկական կողմի դիրքորոշման հարցում։ Ու կարծում եմ այնտեղ մենք առաջիկայում կտեսնենք կոշտացման հստակ ուրվագծերի միտում։ Դուք դիտում եք Վանաձևը։ Վանաձևը շարունակում է եւ այժմ տարածաշրջանային զարգացումների մասին կխոսենք քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ Ալեն, շնորհակալ եմ հրավերությունելու համար։ Եվ այսպես առաջի հարցը, որ մինչև հիմա քննարկվում է շատ տարբեր կողմերից հետեւյալն է։ Վերջը սա պատերազմ 4 օրերի պատերազմ ռազմական փորձագետները երբեմն անվանում են հետախուզական մարտ, այսինքն դա ոչ թե իսկական ճակատամարտ էր, այլ հետախուզական մարտ ստուգելու թե ինչպիսի
մարզավիճակում է գտնվում հայկական բանակը, որտեղ են դիրքերը, ինչպեսի դիմադրողականություն կա։ Դուք հակված եք դա համարել այսպես կոչված հետախուզական մարդ։ Ես ինքս լինելով քաղաքագետ, այսպես ենթադրությունների եւ կարծիքի մակարդակով կարող եմ ասել, ունենք երկու խումբ մոտեցումների ռազմական ոլորտի մեր մասնագետների մի մասը գտնում է, որ հետախուզական մարդ էր, իդեպ մարտը դասական մարդ էր, ամենալայն զինտեխնիկայի կիրառմամբ, այսպես ճակատային հարձակումներով, դիվերսիոն գործողություններով, հատուկ նշանակության ջոկատների ներգրավվածությամբ եւ մյուս կողմը նշում է, որ դա բլիցկրիգ էր, այսինքն դա ենթադրում է ռազմական ներխուժում, շատ արագ, շատ կարճ ժամանակում, մեծ ռազմական ներուժի կուտակմամբ եւ հեռանկարում խորանալով հակառակորդի թիկունքում։ Երբ որ մենք նաև հաշվի առնելով փորձագետների կարծիքները սկսում ենք համադրել այդ երկու մոտեցումները, հասկանում ենք, որ այստեղ ոչ առաջինն էր դասական ընկալմամբ, ոչ երկրորդը, որովհետև երկուսի բաղադրիչներ միանշանակ կային։ Որոշ ռազմական ոլորտի նախկին այդ թվում նաև պաշտոնյաներ նշում են, որ ավելի շուտ դա հետախուզական մարդ էր հասկանալու համար հեռանկարում ինչպիսի զարգացումներ կլինեն, եթե Ադրբեջանը որոշի ընդհանուր այսպես կոչված ֆրոնտի լայն հարձակում իրականացնել։ Բոլորը հիմա հակված են ասելու, որ պատերազմը շարունակվելու է, դա անավարտ է մնացել։ Որքանով է լեգիտիմ այդ թեզը, որ հաստատ լինելու է, կրկնվելու է, այլ հարց է թե երբ։ Բարդ հարց եք տալիս կանխատեսման տեսանկյունից, բայց եթե մենք գործընթացի տրամաբանությունը դիտարկում ենք, Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ խնդիրը լուծելու է ռազմական ճանապարհով, վերջի անգամ հայտարարել է 2 օր առաջ։ Երրորդ էշելոնի պաշտոնյայի մակարդակով, բայց այնուամենայնիվ հայտարարությունը եղել է։ Մինսկի խմբում փաստացիորեն պատային վիճակ էր ձևավորվել եւ Ադրբեջանը ռազմական գործողությունը սկսեց։ Տպավորություն է, որ ռազմավարությունը եւ այն նպատակները, որ նրանք թիրախավորել են, ամբողջականորեն չի իրագործվել, ավելին նրանց մոտ այսպես հետ ռազմական գնահատումների վիճակ է։ Միգուցե նրանք կարող են վերախմբագրել իրենց ներուժը հարցակման հեռանկարով։ Ավելին տեղեկատվական տարբեր հարթակներում իսկ կան այնտեղ շատ տարբեր փորձագետներ, այս օրինակ մեսիջներ են անում, որ սա առաջին տայմն էր, սա առաջին հատվածն էր ռազմական գործողությունների եւ այլն եւ այլն։ Արդյոք հայ ընդհանուր առմամբ քաղաքագիտական եւ քաղաքական միտքը այս պատերազմը ցույց տվեց, որ մեր բոլոր գնահատականները այնուամենայնիվ սխալ են, երբ որ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները մենք ասում ենք դա ներքին լսարանի համար է։ Մինչդեռ պարզվեց, որ մարդը ոչ միայն դա ներքին լսարանի համար չէ, դա հայտարարում էր ամենուր, առաջինը եւ երկրորդը արեց այն, ինչի մասին խոսեց։ Թույլ տվեք ձեզ հետ ինչ-որ առումով չհամաձայնվել այն տեսանկյունից, որ ես խորապես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության համար ներքին խնդիր է, ներքին սպառման շուկայի խնդիր կապված իշխանության պահպանման տեսանկյունից։ Դա մեկ, երկրորդը հեղինակության խնդիր միանշանակ միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման տիրույթում։ Ադրբեջանը թույլ երկիր չի ամենևին, ունի բավական մեծ ռեսուրսներ, չնայած նավթային այս խնդիրներին, որ վերջերս ինքը ունեցավ, եւ ինքը հեղինակության հաստատման, վերահաստատման, ազդեցիկության ինչ-որ մեսիջներ ուղղելու տեսանկյունից փորձեց իրագործել։ Միանշանակ տարիներ շարունակ յուրացված ներուժը, ֆինանսական եւ այլ բնույթի պետք է լեգիտիմացնել, իսկ լեգիտիմացման լավագույն տարբերակը դա ռազմական միգուցե տեղային գործողություններն են։ Դա է պատճառը, որ նրանք պատրաստ էին ամեն 10 մետր քառակուսու համար մինչև 1000 զինվոր ոչնչացնել, այսինքն զոհեր այդպիսի ծավալի ունենալ։ Իդեպ մի հետաքրքիր մի քանի հաղորդագրություններ եղան, որոնք որ աննկատ մնացին, որովհետև ակտիվ ռազմական գործողությունները այլ փուլում էին։ Պատերազմի 4-րդ օրը Ադրբեջանը հայտարարեց, որ հայկական դիրքերը կրակում են Նախիջևանի ուղղությամբ։ Այդպիսով փորձելով խաղի մեջ ներքաշել Թուրքիան, որը Կարսի պայմանագրով հենց Նախիջևանի երաշխավորն է։ Եվ հայկական կողմից եղավ մեկ այլ բան, որ Վարդենիսի ուղղությամբ են կրակում։ Դա էլ, այսպես ասած, պատասխանն էր, որ հնարավոր է ՀԱՊԿ-ն միջամտի, բայց ինչպես տեսանք, Թուրքիան սահմանափակվեց հայտարարություններով գոնե արտաքուստ։ ՀԱՊԿ-ն առայժմ ձեռնպահ մնաց որևէ արձագանք տալուց, նկատելով, որ դա Լեռնային Ղարաբաղն է, դա Հայաստանը չէ։ Եվ վերջո ինչ է կարծում մոտ ապագայում մենք կտեսնենք այս երկու ռազմական դաշնակիցներից ակնկալիքներ կլինեն, մասնավորապես Թուրքիայի մասով, որ կարող է օրինակ Կարսի պայմանագրով ասել, որ ես կմտցնեմ զորքեր երաշխավորելու Նախիջևանի անվտանգությունը, կամ ՀԱՊԿ-ն, որ ասի ես արագ արձագանքման ջոկատներ եմ ուղարկում Տավուշ, որովհետև դա Հայաստանի սահմանն է։ Հարցը շատ խորն ու շատ բազմամակարդակ, եթե անկեղծ ասեմ։ Նախիջևանում այսօր Ադրբեջանը ունի համազորային բանակ, այսինքն բոլոր զինատեսակներով զինված խոշորագույն ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները լուծել։ Նախիջևանն ու Թուրքիան ունեն սահման։
եւ կա նաեւ իրավական փոխպայմանավորվածություններ հնարավոր ագրեսիայի պարագայում։ Ինչ վերաբերում է Հայաստան ՕԴԿԲ հանգամանքին, կա այսպիսի արողակարգ, որ եթե Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ իր ռազմական անվտանգությանը ինչ որ սպառնալիք է ի հայտ եկել, ապա նա դիմում է իրավական ճանապարհով ՕԴԿԲ-ի իր դաշնակիցներին, դրանից բխող հնարավոր աջակցության, ռազմական օժանդակության եւ այլնի մասով։ Մոտ հեռանկարում ես ձեռնպահ կլինեմ կարծիք հայտնել, որ նման գործողություններ իրողություն կդառնան, որովհետեւ այնեք հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բաղադրիչի ամենից ամուր կետը դա 102-րդ ռազմաբազան է, որի խնդիրը հայ-թուրքական սահմանի պաշտպանությունն է, նաև ռեգիոնալ կտրվածքով, ոչ միայն զուտ երկու երկրների կտրվածքով։ ՕԴԿԲ-ի մյուս անդամների կտրվածքով մենք միշտ ունեցել ենք որոշակի վերապահումներ։ Շատ հաճախ մենք դրա մասին չենք բարձրացել։ Այս Լեռնային Ղարաբաղի 4 օրերը ցույց տվեցին նաև թե որքան փխրուն է ՀԱՊԿ-ն, այն մասով, որ նույն հիմա Բելարուսի խորհրդարանում կա օրինակից, որ բելարուսական զորքերը չեն կարող Բելարուսից դուրս որևէ գործողությունների իրականացնել։ Եվ հաշվի առնելով նաև Լուկաշենկո, այսպես ասած, ՍԹՎ թանքը Եվրամիության հետ, հաշվի առնելով, որ ՍՍԿ վերացրել են, արգելանքների իր ազգական հաշիվները վերացրել են, իսկ Լուկաշենկոն փորձում է արդեն հեռանալ ՀԱՊԿ-ից։ Արդյոք ՀԱՊԿ-ն որպես ռազմաքաղաքական դաշինք դեռ ակտուալ է մեզ համար եւ ավելի խոցելի չէր մինչև այս պատերազմը եւ պատերազմից հետո։ Ձեր տված հարցին միանշանակ պատասխանել է Բարթեային տեսանկյունից, որ մի բան է հայ-ռուսական համագործակցությունը ՕԴԿԲ-ի մեջ, ՀԱՊԿ-ի մեջ, մի բան է ՀԱՊԿ-Հայաստան համագործակցությունը։ Իդեպ մենք այս տարի ՀԱՊԿ-ի նախագահ երկիր ենք, ինչ վերաբերում է Բելարուս-ՀԱՊԿ հարաբերություններին, իր համար ֆունդամենտալ նշանակություն ունի։ Որքան էլ այդ դիվանագիտական սիրախաղերը, որ լինում են այդ թվում նաև վերջերս Էրդողանի հետ, Եվրամիության որոշ երկրների որոշ պաշտոնյաների հետ, դրանք հավանաբար ճշգրտված մոտեցումներ են ենթադրում, այդ թվում նաև նրանք իրենց մոտեցումները կոորդինացնում են Ռուսաստանի հետ։ ՀԱՊԿ-ի կարևորությունն ունի մեր համար մեծ, որովհետև մենք այդ ֆորմատով ստանում ենք զենք, գնում ենք այդ զենքը բավական մեծ համար բավական հասանելի, այսպես գնային միջակայքերով, ունենք հավաքական անվտանգության պայմանագրի հոբ միացյալ սեգմենտ, հակաօդային պաշտպանության համակարգի մասին է խոսքը։ Ավելի նախատեսվում է, որ հենց այս տարի ռազմաարդյունաբերական համալիրի շրջանակներում հայ-ռուսական ֆորմատով այստեղ Հայաստանում կլինեն ռազմատեխնիկական տարբեր գործարանների այսպես վերասարքավորման եւ վերալիցքավորման իսկոր գործընթացներ։ Դա մեր ռազմական անվտանգության տեսանկյունից կարեւոր է։ Անկասկած Ղազախստանը Ադրբեջանի հետ ունի մեր ապրանքաշրջանառությունից 5 անգամ ավելի մեծ ապրանքաշրջանառություն։ Նույնը կարող է ունենալ նաեւ Բելարուսը։ Նրանք նաեւ զենք են վաճառում բնականաբար Ադրբեջանին։ Մենք պետք է կարողանանք տարբերակել, չէ՞ որ եթե մենք համատության եզր վերցնում ենք ՕԴԿԲ, ՆԱՏՕ տիրույթում, երբեմն ասում են, որ դա կոռեկտ չի, բայց այնուամենայնիվ երկուսը հավաքական անվտանգության համակարգեր են։ ՆԱՏՕ-ում ունենք Թուրքիայի եւ Հունաստանի օրինակը, չէ՞։ Նրանք լինելով դաշնակից երկրներ, կներեք, միջերկրական ծովում հաճախ իրար վրա են կրակում։ Այսինքն ոչ բոլոր բաղադրիչներով են, որ շահերը նույնական են։ Այդ միանշանակ է երկու կառույցներում է։ Իհարկե ՆԱՏՕ-ն ինստիտուցիոնալ առումով ավելի կայացած է, քան ՀԱՊԿ-ն, բայց դե կտեսնենք ժամանակը ինչ ցույց կտա։ Ինչ է փոխվել պատերազմից հետո, որ հնարավոր է նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Երբ որ Ալիևը գալի նստում, ասում է բանակցությունները ընթանալու են մեկ սկզբունքի շուրջ՝ տարածքային ամբողջականության։ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ես դժվար եմ պատկերացնում որևէ բանակցություն, երբ որ արդեն կա 3 հիմնական սկզբունքներից միայն մեկի գերակայություն։ Դուք չեք կարծում, որ առաջիկայում պատմությունը կրկնվելու է։ Այսինքն առաջիկայում միջնորդները նորից հանդիպելու են պատի։ Գիտեք, պատերազմը կարծում եմ բավական բան փոխեց հատկապես հայկական կողմի դիրքորոշման հարցում, ու կարծում եմ այնտեղ մենք առաջիկայում կտեսնենք կոշտացման հստակ ուրվագծերի միտում։ Երկրորդը պատերազմի ընթացքում մենք տեսանք Ռուսաստանի հստակ եւ տեսանելի ճնշումը, որի մասին նրանք բարձրաձայնեցին վարչապետի շուրթերով եւ հայտնի հարցազրույցով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի մոտեցման, Ադրբեջանը բնականաբար շեշտելու է այդ հանգամանքը, հասկանալով, որ հրադադարի պահանջողը եւ միգուցե խնդրողը հենց ինքն էր, այսինքն երկրորդ անգամ առնվազն վերջին 30 տարվա այսպես ճակերտավոր կտրվածքով Ադրբեջանը 2 անգամ հրադադար է խնդրում, հասկանալով դրա հետևանքները հեռանկարում։ Բարդ է հասկանալ, թե բանակցությունները ընդհանրապես ինչ ֆորմատով կգնան նախ, ինչ հեռանկար կունենան, Ադրբեջանի վարքի ինչպիսին կլինի, որովհետև այստեղ վերարժևորման բազմաթիվ գործընթացներ են գտնվում, հատկապես Մինսկի խմբի ֆորմատում նաև կան հարակից խաղացողներ Թուրքիայի տեսքով, Գերմանիան, որ գլխավորում է այսօր ԵԱՀԿ-ն,
այստեղ բազմաթիվ կասկածներ, բազմաթիվ խնդիրներ, ճշգրտման անհրաժեշտություն ենթադրող հանգամանքներ կան։ Մի կարևոր հանգամանք պատերազմի ժամանակ Ադրբեջանը մեր զոհերի դիակների նկատմամբ կատարել էր ոչ հումանիտար գործողություններ, այսինքն գլխատումներ եւ այլն, դա լրջագույն խնդիր է միջազգային իրավունքի տեսանկյունից եւ մենք հետամուտ ենք լինելու այդ հարցին։ Հետեւաբար, եթե մենք ունենք այդպիսի ճակերտավոր գործընկեր բանակցային դաշտում, նրա հետ բանակցության հեռանկարը առնվազն հիմա ես մշուշոտ եմ համարում։ Մի խոսքով, ինչպես ասում են, ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին։ Դա հենց մեր մասին է խոսքը։ Բացարձակ ճիշտ է։ Ալեն, շնորհակալ եմ մեր հարցին պատասխանելու համար, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քաղաքագետ Ալեն Ղեմոնդյանի հետ, մենք քննարկում ենք տարածաշրջանային զարգացումները Ղարաբաղյան քառօրյա պատերազմից հետո, թե վերջո ինչ է մեզ սպասվում։ Ակնհայտ է, որ ԲՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ղարաբաղյան բանակցությունները լինելու են ամենաբարդը, թերևս այն պատճառով, որ կողմերը չափազանց կոշտ դիրքերից են հանդես գալի, տեսնենք, թե որքան հրապարակային ելույթները կհամընկնեն բանակցային ոգուն եւ տրամաբանությանը, այն իմաստով, եթե դու ցանկանում ես բանակցել, պետք է գնաս փոխզիջումների, տեսնենք արդյոք երկու երկրների առաջնորդները եւ հատկապես Ալիևը ի վիճակի կլինի հետ կանգնել այն հռետորաբանությունից, որ կար պատերազմի օրերին։ Մենք նաեւ խոսեցինք այն մասին, թե այս պատերազմը ցույց տվեց նաեւ տարածաշրջանի նկատմամբ այսպես կոչված ուժային կենտրոնների հավատարմությունը, այն իմաստով, թե որ ռազմաքաղաքական միավորները կարող են օգնել կամ միջամտել հակամարտությանը, եւ այստեղ էլ որևէ, այսպես ասած, կոնկրետ ուղղություն չկա կամ կոնկրետ հստակություն չկա, ակնհայտ է մի բան, որ եթե վերանանք կազմակերպություններից, ապա կա հայ-ռուսական ռազմավարական գործակցություն մի կողմից եւ կա թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցություն մյուս կողմից։ Աստված է իհարկե, որ այդ գործընկերությունը պատերազմում քննություն չբռնի եւ այդպես էլ մնա գործընկերություն ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ինչ-որ մեկի համար։ Այսքանը Արցախյան թեմայից, բայց հայ-ադրբեջանական հակամարտության եւ մրցակցության թեման շարունակվում է, թե ինչպես կիմանաք գովազդից հետո։ Ապրիլի 24-ին ու դրանից առաջ Երևանը վերածվում է մարդասիրական կենտրոնի։ Կիսաեզրափակիչ անցած մեր ժամանակների հերոսներին հազարավոր մարդկանց փրկած համաշխարհային սուպեր աստղերին սպասում են Ավրորա միջազգային մրցանակաբաշխության դափնիները։ Ֆինալիստներից 3-ը կլինեն Հայաստանում։ Ում կհասնի Ավրորայի դափնին $1 միլիոն դրամաշնորհն ու $100,000 պարգևը եւ ում շնորհիվ է բացվել Ավրորայի արշալույսը։ Հունաստանում եւ Նորվեգիայում այս շաբաթ անընդհատ հնչում էր Հայաստանի օրհներկը, բոլորին ոտքի էին հանում մեր մարզադաշտի չեմպիոն զինվորները։ Հաղթանակը նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղեկին։ Ինչպես հայ մարզիկները ձգեցին գոտիները, պրկեցին ոգին, կամքն ու մկանները եւ մարզադաշտը վերածեցին մարտադաշտի։ Բանաձևը շարունակվում է։ Առջևում եզրափակիչ հատվածն է։ Ուղիղ 5 օրից Երևանը կհյուրընկալի համաշխարհային մեծության սուպերաստղերի, համաշխարհային մեդիան կողողվի հայաստանյան բովանդակությամբ եւ ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանը։ Ուղիղ 1 շաբաթից հաջորդ կիրակի Արմենիա հեռուստաընկերությունը կցուցադրի Ավրորա միջազգային մարդասիրական մրցանակաբաշխությունը։ Դեռ անցած տարի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մտահոգություն կար, որ մեկ դարը բոլորելուց հետո ոճիրը կմոռացվի, այսպես ասած կլրանա հանցագործության վաղեմության ժամկետը։ Բայց այդպես չեղավ ու իսկապես 100-րդ տարելիցը դարձավ նոր մեկնարկ։ Նախ այդ օրերին Երևանում անցկացվեց ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը, որը Հայաստանը դարձրեց ընդհանրապես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարող երկիր։ Գլոբալ ֆորումը Երևանում կանցկացվի 2 տարին մեկ պարբերականությամբ, ինչպես ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ֆորումն է։ Իսկ այս տարվա գլխավոր headliner-ը կլինի Aurora Prize-ը։ Արդեն հայտնի են ընտրող հանձնաժողովի անդամները, մրցանակաբաշխության մասնակիցներն ու հավակնորդները։ Հայտնի են նաև այն սխրանքները, վտանգները, որոնց ենթարկվելով 4 հավակնորդները կարողացել են հազարավոր մարդկանց փրկել մեր օրերի եղեռնագործություններից։ $1 միլիոն դրամաշնորհով եւ $100,000 պարգևով հայ ժողովուրդը երախտագիտություն է հայտնելու ժամանակակից հերոսներին։ Շնորհակալ լինելով բոլոր նրանց, ովքեր հայոց ցեղասպանության տարիներին վտանգելով իրենց կյանքը փրկեցին մեր Ավրորաներին։
Հայոց ցեղասպանությունից 1 դար ու 1 տարի անց մեջքն ուղղած Հայաստանը Ավրորա մրցանակաբաշխության շնորհիվ վերածվում է համաշխարհային մարդասիրության կենտրոնի։ Մի քանի օր շարունակ ամբողջ աշխարհը կհետևի համաշխարհային լրահոսի գլխագրերում հայտնված Երևանին, որն իր երախտագիտությունը կհայտնի բոլոր նրանց, ովքեր այսօր փրկում են խոշտանգվածներին, ինչպես 100 տարի առաջ հայերին էին փրկում։ Հենց այդ փրկվածներից մեկն էլ Ավրորան էր, որ դարձավ Հայոց ցեղասպանության կենթանի վկան։ Իսկ ով էր Ավրորան եւ ինչպես փրկվեց։ Ավրորան հաճախ նշում էր, որ պատահաբար է ողջ մնացել։ Մենք գիտենք, որ այդպես չէ։ Ցեղասպանության տարիներին 15-ամյա Արշալույս Մարտիկյանը կարողացավ փախչել թուրքական հարեմից եւ հարյուրավոր հայերի նման ապաստան գտնել Դերսիմի քրդերի մոտ։ Մի եկեղեցական ընտանիքի հետ նա հաջողացնում է հատել ռազմաճակատ, այնուհետև հանդիպել զորավար Անդրանիկին։ Անդրանիկը նրան հորդորում է եւ գումար է տալիս, նշելով որ պետք է գնաս եւ քո պատմությունը ամբողջ աշխարհին ասես։ Արշալույսը կարողանում է Էրզրումից հասնել Թիֆլիս, այնուհետև Սանկտ Պետերբուրգ։ Մահից ու սարսափներից մահապուս փրկվածն այս անգամ էլ հայտնվում է նախահեղափոխական փողոցային մարտերի մեջ ու կրկին փրկվում է հրաշքով։ Վերջին փրկությունից հետո ամերիկացի միսիոներները Արշալույսին իրենց հետ անցկացնում են Ատլանտյան օվկիանոսը։ Միացյալ Նահանգներում իր մեծ եղբորը գտնելու հույսով նա թերթում հայտարարություն է տալիս։ Այդ հայտարարության հետքերով գալիս են երկու ամերիկացի լրագրող, լսում են պատմությունը, հատվածաբար դա տպագրվում է, այնուհետև որոշում են այս պատմության հիման վրա գիրք պատրաստել։ Հենց այդ ժամանակ Արշալույս Մարտիկյանը դառնում է Ավրորա Մարդիգարյան, ամերիկացիների ականջին հարմար հնչողությամբ։ Ավրորայի պատմությամբ հոշոտված Հայաստան գիրքը ցնցում է Միացյալ Նահանգներն ու ամբողջ աշխարհը։ Այնուհետև նկարահանվում է համանուն ֆիլմը, որը 1919 թվականին դառնում է բլոկբաստեր։ Ամենադիտվածը ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև Եվրոպայում, եւ ամենասարսափելին, ֆիլմի գլխավոր հերոսը դերասան չէր, հենց ինքն էր իրական աղջնակը։ Մարտիկարյանը անցել է սարսափների միջոցով, բայց չկոտրվեց, աննկուն կամք ցուցաբերեց, նկարահանվեց իր դերը կատարելով, դա սարսափելի ծանր է ցանկացած վերապրողի համար, ով առաջին հերթին ձգտում է մոռացության մատնել եւ չպատմել հարազատներին։ Ավրորայի պատմությունը նոր հնարավորություն բացեց հայ որբերին ապաստան տվող կազմակերպությունների համար, որոնք գրքի ու ֆիլմի հասույթով կարողացան ավելի շատ հայերի փրկել ու օգնել, բայց 1921 թվականին բոլորը հանկարծ մոռացան ֆիլմն էլ, գիրքն էլ։ Որից ունենք հետևականորեն իրականացված պայմանականացնենք դրանք մութ ուժերի կողմից իրականացված քաղաքականության հետ այս պատմությունը մոռացության տալու ուղղությամբ։ Ավրորային մոռացավ Միացյալ Նահանգների հասարակությունը, հայ համայնքը, նաև նրա հարազատները։ Նրա միակ զավակը չուզելով կապ ունենալ մոր անցյալի հետ, հեռացավ ու օտարվեց։ Ավրորա Մարդիգարյանը մահացավ 1994-ին միայնության մեջ առանց հարազատների ու թաղվեց ընդհանուր գերեզմանափոսում։ So the Aurora Prize is named for Aurora Mardiganyan because Մրցանակաբաշխության համար ընտրվեց Ավրորա Մարդիգանյանը, որովհետև նա փրկվել էր ցեղասպանությունից եւ ուժ էր գտել այդ պատմությունը տարածելու, աշխարհին պատմելու եւ օգնելու իր նման փրկվածներին։ Ավրորա գլոբալ մրցանակաբաշխության շնորհիվ ապրիլի 22-ից Երևանը կդառնա մարդասիրական կենտրոն, հյուրընկալելով համաշխարհային ճանաչում ու հեղինակություն ունեցող մարդկանց, միջազգային մեդիային ու կիսաեզրափակիչ անցած մեր ժամանակի 4 հերոսներին։ We're honored to be joined by 3 of our 4 finalists. Ֆինալիստներից 3-ը կլինեն Հայաստանում, դոկտոր Թոմ Քաթինան չի կարողանա գալ, նրան հնարավոր չէ փոխարինել։ Նա միակ բժիշկն է կենտրոնական Սուդանում, բուժում է կես միլիոն մարդու։ Եվ այսպես, ապրիլի 23-ին Երևանում կանցկացվի Ավրորա դիալոգ ֆորումը։ 24-ին Ծիծեռնակաբերդում անցկացվող բուն արարողությունից հետո Ավրորայի դափնին կտրամադրվի 4 հավակնորդներից մեկին։ Այսպիսով, ինչպես ցեղասպանությունից հետո Ավրորա Մարդիգարյանը օգտակար եղավ ցեղասպանությունից մազապուրծ փրկված հայերին, այնպես էլ իր անունով ու պատմությամբ օգնության ձեռք է մեկնում 21-րդ դարի փրկության կարիք ունեցողներին։ Զորապ Հարոյան, Խաչատուր Եսայան, Նարեկ Գալստյան, Բանաձև։ Սա շաբաթ էր, որ նույնիսկ ծանրամարտից հեռու եւ սպորտազևի նրբություններին անծանոթ մարդիկ, թեկուզ հենց ձեր խոնարհ ծառան, շունչը պահած հետևում էին ծանրորդ Նազիկ Ավդալյանի կամքի ու սպորտային մեծ նվիրումի տրիումֆին։ Մեկնաբանից սկսած մենք հպարտանում ենք ոչ միայն մեդալով, այլև անհնարինը հնարավոր դարձնելու նրա սխրանքով։ Սպորտային ցնծությանը հետևեց Նազիկի կարճ ռեպլիկը, որը դարձավ շաբաթվա մեջբերումը։ Հաղթանակը նա նվիրեց Արցախում կռվող տղաներին։ Վերջին մի քանի շաբաթներին, երբ մեր ամբողջ ուշադրությունը Արցախում էր, մեր մարզիկները
հաղթողները գրանցեցին պատմական հաջողություններ։ Ճակատագրի հեգնանք էր թե ուղղակի համընկնում, բայց ամեն անգամ ոսկին կամ արծաթը նվաճում էինք թուրք կամ ադրբեջանցի մարզիկից։ Համառ մարտերը ընթանում էին հայկական ճակատով մեկ, սպորտային մարտերը հանուն լիակատար հաղթանակի։ Ինչու Գրիգոր Ավետիսյանն ամփոփում է հայ մարզիկների վերջին նվաճումները, որոնց համար զուտ մկանները բավարար չեն, պետք են առաջնագիծը պահող զինվորներին վայել կամային հատկանիշներ, ուժերի տոտալ մոբիլիզացիա եւ գիտակցություն, որ հաղթանակը միակ ելքն է անելանելի վիճակից։ Սպորտային սխրանքների պատմությունները մարտադաշտի վերածված մարզադաշտերից։ Հաղթանակ առաջնագծում, մարտի դաշտում, միաժամանակ նաև գորգի վրա։ Երկու դեպքում էլ պարտվողը ադրբեջանական կողմն էր։ Ապրիլի 2-ին շփման գծում ծանր մարտերի ժամանակ յուդոյից Շահեն Աբաղյանը գորգին տապալեց ադրբեջանցի մարզիկին ու դարձավ Եվրոպայի գավաթակիր։ Նա տրամաբանական ընթացք տվեց իր եղբայրների հաղթական գործին։ Լարվածություն միշտ էլ կա, որ իմանում ես ադրբեջանցի է։ Բայց այդ լարվածությունը 19-ամյա մարզիկի համար միայն հոգեբանական էր, ուժերին վստահ էր։ Մրցակցին տապալեց 2-3 րոպեում։ Գոտեմարտի ժամանակ Շահենը ծառայության մեջ էր։ Բանակի կենտրոնական մարզական ակումբի լավագույն զինվոր մարզիկներից է։ Իմ ընկերներն են բոլորն էլ եղել։ Կապ չունի, ես իրենց ճանաչել եմ, թե չեմ ճանաչել, իմ եղբայրներն են եղել։ Ու եթե անգամ չհաջողվեր, որ ես սպորտրոտ հայտնվել, ես պետք է նրանց հետ նույնպես հավասար պայքարեի սահմանում։ Ադրբեջանցի մարզիկի հանդեպ հաղթանակը կրկնակի մոտիվացնող էր։ Շահենը միջև այդ մեկ անգամ հաղթել եւ մեկ անգամ էլ պարտվել էր նույն մարզիկին։ Երրորդ գոտեմարտը ռևանշ էր երկուսի համար էլ։ Մաքուր հաղթանակից հետո ադրբեջանցի ձյուդոիստը պառկեց հատակին ու այլևս չբարձրացավ։ Մոտորապես sense գցեցի ադրբեջանցի մարզիկին ու այդ գցումից հետո նա դեռ երկար ժամանակ չէր կարողանում ոտքի կանգնել։ Այդ ժամանակ ու որ նայում ես, որ դրոշը ավելի բարձր է, քան ադրբեջանի դրոշը, դա շատ է մոտիվացնում։ Յուդոիստը Ղարաբաղի ադրբեջանական շփման գծում տիրող լարված իրավիճակի մասին նախապես չէր իմացել։ Հաղթեց, հետո հասկացավ, ում պետք է նվիրի այդ հաղթանակը։ Երեկոյան որ վերադարձել ենք հյուրանոց, տենց ոնց որ մտանք Facebook ու արդեն լուրեր իմացանք, ճիշտ ասած դեմից տրամադրություններ ընկավ, արդեն մոռացել էինք հաղթանակ եւ իմ համար նրան հաղթելը ավելի մեծ ոգևորություն տվեց։ Դա արդեն կրկնակի եւ եռակին այն որ հենց ադրբեջանցի էր ինքը։ Այս մարզական մինի ճակատամարտում առավելությունը հայ մարզիկի կողմն է։ 3 գոտեմարտերից հետո 2 հաղթանակ։ Ադրբեջանցի ձյուդոիստը ատամ է պահել ու սպասում է ռևանշ մենամարտին։ Ճիշտ ասած իմ համար ծանր է ընդհանրապես ինչ որ քաջալերելու կամ ինչ որ խոսք ասելու, խոսքերն ավելորդ են, եթե դու մտնում ես ու սառնասրտորեն հաղթում ես ու քո դրոշը բարձրացնում ես, արդեն ասելու բան էլ չի լինի։ Արդեն ամեն ինչ ասված է դրանով։ Իմ համար տարբերություն չկա, եթե ես պատրաստ եմ եւ երկրորդ եւ երրորդ եւ չորրորդ եւ ինչքան որ լինի, ես պատրաստ եմ նրան հաղթել եւ տապալել։ Նվիրում եմ Ղարաբաղում կրվող բոլոր տղեկին։ Մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ։ В этом бою участвуют Азербайджан и Армения. Խառը մարտերի մարզիկ Անդրանիկ Կարապետյանը խեղդեց ադրբեջանցի մարզիկին։ Գործառու սպորտսմենի համար միջազգային մրցաշարի հաղթող ճանաչվելն այնքան էլ կարևոր չէր, որքան այն, թե ում եւ ինչպես է հաղթել։ Մենամարտը ես անցկացրեցի պարկած դրությամբ էլ եւ գետնի վրա հարվածներ հասցնելով իրան։ Ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մարզիկի օրագրում ադրբեջանցի մարզիկի նկատմամբ հաղթանակը գրված է ամենավառ էջերում։ Անդրանիկ Կարապետյանին չընկճեցին ռինգում տիրող մթնոլորտը, դահլիճից հնչող սուլոցները իր հասցեին։ Այդ օրը ռինգում մենամարտելուց արդեն զգացի, թե մեր թշնամին ով է։ Սպորտում սովորաբար թշնամիներ չեն լինում, որքան էլ սկզբունքային է, մենամարտի կամ հանդիպման վերջում կողմերը սեղմում են միմյանց ձեռքը շնորհավորում իրար։ Բայց Անդրանիկին պարտված ադրբեջանցի մարզիկի պարագայում մարդասիրական քայլը հակառակ էֆեկտ ունեցավ։ Բոյի ընթացքում մի դրվագ է լինում, երբ որ ես պարտության եմ մատնում, ադրբեջանցին նստած տեղը շոկի մեջ է, չի զգում ոնց է լինում,
ձեռքը տալիս է ինձի հանում է այդ պահին, մեզի ասեցին, որ հանդերձանում իր մարզիչները դաժե այդ որ ձեռք տվեց ինձ հանեց գետնի վրից, դաժե դրա համար են իրենց մարզիկին պատժում։ Սեփական փորձով գիտի մրցակիցը մենամարտի է դուրս գալիս այլ տրամադրությամբ։ Կարապետյանի պրակտիկայում շատ է եղել, որ ադրբեջանցի մարզիկը փորձել է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կոնֆլիկտը տեղափոխել ռինգ, ճնշել հոգեբանորեն։ Մի բանում եմ համոզված, որ ես երբեք չեմ հանձնվի իրան, թեկուզ ձեռքս էլ կոտրի խեղդող հնարքենալի չեմ հանձնվի։ Այն թասիբը, որ արդեն ես այդ հասկացել եմ, վրա զգացել եմ, որ իրանց պարտվել պետք չի, իրանց հաղթել է պետք, մենակ այդ ոգևորվածությունը կապ չունի մարզական վիճակում ինչա, մենակ այդ հոգեբանությունը քեզի կօգնի, որ դու հաղթես։ Բոլոր ովքեր որ մարտնչում են, մեր զինվորներն եմ նվիրում, ողջունում եմ բոլորին։ Ուղիղ մեկ տարվա պատմություն ունի այս միջադեպը, երբ ադրբեջանցի սամբիստը կքանստեց Հայաստանի օրհներքի ժամանակ։ Անշնորհքության համար նա իհարկե որակազրկվեց 2 տարով։ Դա խրատ կլինի նրա համար թե ոչ, այլ հարց է։ Հոգեբանական ճնշման ամենամեծ չափաբաժինը հայ մարզիկները զգացին անցած տարի Բաքվում կայացած եվրոպական խաղերի ժամանակ։ Հունարոմյական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի գոտեմարտն է ադրբեջանցի Հասան Ալիևի հետ։ Գոտեմարտը հենց Բաքվում կայացած եվրոպական խաղերի ժամանակ էր, որտեղից Միհրանը հայրենիք բերեց արծաթե մեդալ։ Ահա դրվագները, երբ Միհրանը տապալում է մրցակցին։ Վերջում, երբ մրցավարը բարձրացնում է մեր ըմբիշի ձեռքը, Հայաստանի հաղթանակը նշմարելով, ադրբեջանցի ըմբիշը արհամարական տոնով հեռանում է գորգից ու ուսով հարվածում մեր ըմբիշին։ Հայ մարզիկները զինվորների պես են, հաղթանակը կարևոր է, բայց ավելի կարևոր է բարոյական կերպարը բարձր պահելը։ Ադրբեջանցի կամ թուրք մարզիկներին հաղթելով, հայ սպորտսմենները երբեք արհամարական կամ ագրեսիվ վերաբերմունք չեն դրսևորում մրցակցի հանդեպ, բայց եւ արհամարանքին պատասխանում են համարժեք։ Մարզադաշտում թե մրցումից հետո նպատակը մեկն է՝ հաղթանակ։ Գրիգոր Ավետիսյան, Նարեկ Գալստյան, Ավետ Տավյան, Բանաձև։ Վերջին 2 շաբաթների ընթացքում հանրային քննարկումների առանցքում էր թեզը, թե մենք թևակողում ենք մի փուլ, երբ պատերազմը ամեն պահի կարող է վերսկսվել։ Հետևաբար պետք է ամեն ինչ շատ արագ փոխել, պետք է հասցնել։ Մեր երկիրը իրոք պետք է մշտապես գտնվի փոփոխությունների փուլում։ Սա գիտակցելու համար պատերազմը ամենևին պետք չէր։ Ավելին, պատերազմը կարող է ընդհանրապես հաստատել այդ փոփոխությունների անհրաժեշտությունը եւ ուղղությունը։ Ուղղակի պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ եւ հանրային բարդ սպասումները ներկայացնել որպես խուճապային տրամադրություն։ Հիշենք, որ պատերազմի օրենքով պանիկյորներին տեղում գնդակահարում են։ Այս պատերազմը ցույց տվեց, թե մեր վեկտորներից որ մեկն է աշխատում, մյուսները ինչ վիճակում են, որքան իրատեսական է երկրի անվտանգության հայեցակարգը եւ երկրի կառավարման համակարգը, որքան համարժեք է խնդիրների լուծման ժամանակակից մեթոդներին։ Փոփոխությունների մասին խոսելիս այս շաբաթ հաճախ էին բերում Իսրայելի օրինակը, որը շրջապատված լինելով ոչ բարեկամ երկրներով կարողացել է օպտիմալ օգտագործել սեփական ռեսուրսները, կառավարումը, տնտեսությունը։ Լավ է, որ բերվում է հենց Իսրայելի օրինակը, բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Իսրայելը օրինակ իր ջրային պաշարների քաղաքականությունը պլանավորել է 100 տարվա կտրվածքով, թե ինչպես պետք է ջուրն օգտագործի այդքան տարի։ Այսինքն Իսրայելը արդեն գիտի, որ ոչ միայն որպես պետություն լինելու է եւս մեկ դար, այլ թե ինչ է ժառանգելու սերունդներին։ Գուցե ժամանակն է, որ մենք այլևս չզարմանանք մեր անկախության վրա, ավելի ինքնավստահ ու ավելի հիմնովին կառուցենք մեր անվտանգությունն ու ապագան, առանց ցեյտնոտի ու անպագորգոր հայտարարությունների։ Գուցե այս պատերազմը առիթ դառնա, որ վերանան մեր վախերը եւ դրանք փոխարինվեն մեծ վստահությամբ։ Սա մեր պատմական ու միակ հայրենիքն է, որտեղից չենք հեռանալու եւ որը շնացնելու ենք ոչ դանդաղ ու ոչ էլ հապշտապ, հանգիստ ու հիմնովին։ Սա Բանաձևն էր, ցտեսություն։